Քաղտեխնոլոգ Հակոբ Բադալյանի խոսքով ընտրողներին պատերազմով վախեցնելու քարոզչական հնարքը շատ հին է, գործիքներն են նոր։ Ցանկացած պարագայում դա մեծ հաշվով խիստ վտանգավոր տեխնոլոգիա է, որ կիրառվում է սեփական հասարակության դեմ։ Եվ բացի այն, որ այդ տեխնոլոգիան կիրառվում է ինչ-որ ներքին քաղաքական նպատակներով, դա նաև տվյալ հանրությանը եւ պետությանը խոցելի է դարձնում արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության տեսանկյունից։ Չասած բազմաթիվ այլ էֆեկտներ տնտեսականից մինչև սոցիալ-հոգեբանական, որոնք պարզապես քայքայում են տվյալ հանրային եւ պետական միջավայրը ավելի երկարաժամկետ իմաստով։ Հունգարիայից բացի մյուս 3 երկրում պատերազմով վախեցնելու քարոզչական հնարքը գործել է հօգուտ գործածողի։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեի, հիմա ասում եմ։ Ինչ արդյունք կտա այն Հայաստանում։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, գործել է 2021-ին, բայց 2026-ին հանրությունն այլևս չի հավատում։ Խաղաղության կարգախոսով եկավ իշխանության եւ նույնպես վախեցնում էր մարդկանց, արդյունքում ինչ եղավ։ Արդյունքում մենք Արցախում պատերազմ տեսանք ըստ էության եւ Արցախը էթնիկ զտման ենթարկվեց։ Հիմա երրորդ անգամ նույն անձը արդյոք կկարողանա նորից խաբել հանրությանը։ Ես կարծում եմ, որ նույն անձի համար 3 անգամ խաբել արդեն չափազանց շատ է եւ եթե հանրության մեջ մի տենց մեծ զանգված կա, որը կարող է հերթական անգամ խափնվել, դա ուրեմն մեր ժողովուրդը ապագայի հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունի։ Նացիստական Գերմանիայի քարոզչության գլխավոր պատասխանատուն վախի եւ քարոզչության մեխանիկան փորձարկած Գեբելսը հայտարարել էր. եթե հանրությանը չեք մոբիլիզացնում նպատակի շուրջ, վախեցրեք նրանց։ Կվախենա հայ հասարակությունը այն դեպքում, երբ խաղաղություն խոստանում է երկիրը 4 անգամ պատերազմի մեջ ներքաշած վարչապետը։ Անիա Բաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։